Սրբատեղի ծայրիվանք, հետո Գեղարդավանք վանական համալիրը կառուցվել է վաղ միջնադարում մի վայրում, որտեղ նախաքրիստոնեական շրջանում էլ եղել է սրբատեղի։ Այդ ժամանակների սուրբ աղբյուրներից մեկը մինչ այսօր պահպանվում է վանքի գլխավոր գավթի ներսում։ Եվ շատ հաճախ մարդիկ այս վանական համալիր գալիս են շշերով, որպեսզի այստեղից ջուր տանեն, տեղում լվացվում են, խմում, եթե դուք եք որոշել Գեղարդ գալ, ապա մի մոռացեք ձեզ հետ վերցնել նաև դատարկ շշեր։ Սակայն մինչև Գեղարդ կոչվելը այն հայտնի էր որպես այրի վանք, քանի որ այստեղ կային շուրջ 140 քարայր խցեր։ Դրանք ճգնավորների ապաստարաններ էին, որոնց մի մասը ավերվել է երկրաշարժերից։ Հետո այստեղ 500 տարի պահվեց Սուրբ Գեղարդը, այն նվիրական նիզակը, որով Գողգոթայում խոցվեց Քրիստոսի կողը, եւ այրի վանքը այդպես դարձավ Գեղարդավանք։ Այստեղ ճգնավորական կյանք են վարել օրինակ Ներսես Մեծը, Սահակ Պարթևը, 15-րդ դարում Գեղարդավանքում գրվել են բազմաթիվ ձեռագրեր։ Իդեպ Գեղարդավանքն առանձնանում է նաև իր ակուստիկայի շնորհիվ։ Գեղարդի եկեղեցին ու գավիթներն ունեն կատարյալ ձայնային հորինվածք, որոշ հատվածներում արձագանքը չի մարում մինչև 40 վայրկյան։ Գեղարդի վանական համալիրն ու Ազատ գետի վերին հովիտը նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս են։ Եթե այսպիսի պատմությունները ձեզ հետաքրքիր են, ապա հետևեք, որ չկորցնենք իրար։